Բերլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալն արդեն երրորդ անգամ է ղեկավարում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Իբրև գեղարվեստական ղեկավար եւ հրավիրալ դիրիժոր հանդես է գալիս Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Հարավային Ամերիկայում եւ այլուր։ Լիոր Շամբադալը նաեւ աշխատակցում է Իտալիայի Սան Ջեմինայի փառատոնի հետ, միաժամանակ դիրիժորության դասընթացներ է վարում։ Դիրիժորի ցանկությամբ համերգի ողջ ծրագիրը բաղկացած է Ֆելիքս Մենդելսոնի ստեղծագործություններից։ Առաջին բաժնում հնչեցին ամառային գիշերվա երազը եւ 3 մասից բաղկացած ջութակի կոնցերտը։ Մենակատարը Մեծ Բրիտանիայից ժամանած ջութակահար Ալեքսանդր Սիտկովեցկին էր։ Ալեքսանդր Սիտկովեցկին ծնվել է Մոսկվայում երաժշտական հարուստ ավանդույթներ ունեցող ընտանիքում։ 8 տարեկանում տեղափոխվելով Մեծ Բրիտանիա սովորել է Եհուդի Մենուհինի դպրոցում։ Հանդես է եկել աշխարհի տարբեր առաջատար նվագախմբերի հետ եւ արժանացել մասնագետների բարձրագույն գնահատանքին։ Ալեքսանդր Սիտկովեցկին կամերային երաժշտության ջատագով է։ Նրա հիմնադրած Սիտկովեցկի պիանո տրիոն բազմիցս մրցանակներ է շահել միջազգային մրցույթներում։ Ջութակահարը Հայաստանում շատ է ելույթ ունեցել։ It's really wonderful to be back. I've always kept contact. Իրոք հիանալի է Հայաստան վերադառնալը։ Ես միշտ կապ եմ պահում նվագախմբի հետ եւ մայեստրո Թոփչյանի հետ։ Այս անգամ հիանալի ծրագիր են կառուցել մայեստրո Շամբադալի շնորհիվ եւ ես երջանիկ եմ, որ նրա հետ համագործակցելու հնարավորությունն ունեմ։ Մենդելսոնի ջութակի կոնցերտը աչքի է ընկնում մեղեդայնությամբ եւ մենանվագող գործիքի հնարավորությունների բազմակողմանի օգտագործմամբ։ Այս կոնցերտն իր պատվավոր տեղն է զբաղեցրել Բեթհովենի, Բրամսի, Չայկովսկու եւ այլ կոմպոզիտորների լավագույն կոնցերտների շարքում։ Հետևելով եռամաս ցիկլի ընդունված դասական կառույցին, Մենդելսոնը երաժշտությունը հագեցնում է զգացմունքայնությամբ եւ քնարականությամբ։ I think the most important thing is to try to Կարծում եմ երաժշտի համար կարևոր է իմանալ, թե ինչ արդյունք ես ուզում ստանալ եւ հետեւողականորեն գնալ դեպի նպատակի իրագործում։ Պետք է այնքան պարապել, որպեսզի բեմ դուրս գալիս չմտածես տեխնիկական դժվարությունների մասին։ Համերգի երկրորդ հատվածում հնչեց Մենդելսոնի Ռեֆորմացիոն սիմֆոնիան։ Այս սիմֆոնիան կոմպոզիտորի առաջին գործերից է, որ գրվել է Գերմանիայում լութերականության հաստատման 300-ամյակի կապակցությամբ եւ հետագայում ստացել է Ռեֆորմացիոն սիմֆոնիա անվանումը։ Մարինե Քոչարյան, Վռամ Խանամիրյան, Ձայնագիր։